Դուրը փակվայք սկվասնյակա անում։ Դուք երևի ծանոթ եք վարչապետի առավոտյան արված գրառմանը, որով փաստորեն Այսօր առավոտյան, չէ։ Գործողությունների մի պլան է հրապարակել, որով, ինչպես ինքն է ասում, պետք է կաթողիկոսին դուրս հանել վեհարանից եւ մտադիր է ինչ-որ հանձնաժողով ձևավորել եւ զբաղվել այդ հարցով, թե կոնկրետ ինչ են անելու, ոչ մի բան հստակեցված չի, բայց ասում է, որ այդ process-ը պետք է սկսել եւ ավարտին հասցնել։ Հիմա ես ուզում եմ հարցնել ձեզ, դուք նաեւ իշխանության նախկին անդամ եք, գուցե հասկանաք այն տրամաբանությունը, որով գուցե փորձի Նիկոլ Փաշինյանը իշխանություն։ Նկատի ունեմ ՔԲ-ի կազմից։ Հիմա պարոն Ասլանյան, դուք ինչ եք կարծում, ինչ մեթոդների, քանի որ լծակներ ըստ էության վարչապետը նաև ինչ-որ բացի հոգևորականից այդ հարցով ինչ-որ լծակներ չկան։ Ինչ մեթոդների կարող է դիմել Նիկոլ Փաշինյանը։ Դուք պատկերացնում եք, որ կարող են կաթողիկոսին ուժով կամ ինչ-որ գործողություններով այսպես հանել վեհարանից։ Շատ բարդ, իրականում շատ բարդ հարց եք տալիս, բայց կփորձեմ իմ մոտեցումներն ասել։ Նախ իմ վերաբերմունքը դրան։ Ես գտնում եմ, որ աշխարհիկ մենք թեոկրատիկ երկիր չենք, մենք աշխարհիկ երկիր ենք եւ կա այդպիսի բան, այսինքն աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի մտնելու հոգևոր աշխարհ։ Ես գտնում եմ, որ այն ինչ այսօր արվում է հայոց եկեղեցու հանդեպ, դա շատ մեծ սխալ է, այստեղ տարբերակենք հայոց եկեղեցին եւ եկեղեցականի հարցը։ Եկեղեցականի հարցը, նախ նորից եմ ասում, վարչապետը ինչ է, չգիտեմ, ես արդեն ոնց բացատրեմ դա, իրավունք չունի, վարչապետը իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ, բացարձակապես, դա հոգևոր դաշտի տիրույթն է, եթե դժգոհություն կա, դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգևորականությունը եւ ժողովուրդը։ Իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա։ Ինչ կա։ Խորը։ Պարոն Ասլանյան, դե ինչն է։ Սա հարցազրույց, սա արդեն ճեպազրույց չեղավ, հարցազրույցի նման մի բան եղավ։ Խորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է այնինչ իմ կարծիքով պատրաստվում է հակապետական գործ անելու, փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողությունների։ Հնարավոր է ձեր նորաստեղծ ուժով հակազդեք Նիկոլ Փաշինյանի այս հակապետական գործունեությունը։ Մենք այսօր ամեն ինչ անում ենք եւ փորձում ենք միավորել հենց այդ ուժերը, որպեսզի թույլ չտանք, որպեսզի այնինչ այսօր փորձ է արվում անել, իսկ այսօր նրա գործողություններին հակազդելու միակ ռեալ ուժը եկեղեցին է եւ նա ցանկություն ունի եկեղեցուն էլ այո տանել։ Ինչ է ուզում անել, որ ասում եք հակապետական բան է ուզում անել, եկեղեցուն վերացնում է ճանապարհ։ Օրինակի համար, եթե դուք նայեք, ասենք, Ադրբեջանի հոգևորականության ղեկավարության հայտարարությունները, որ արդեն ստեղծվել է արևմտյան Ադրբեջանի թեմ, կարծես, եւ նպատակը ո՞րն է։ Կարծում եմ Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի ամեն գնով խաղաղության այս պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման նորից իշխանության ուզուրպացման գործին։ Դուք դեմ եք, որ վերընտրվի Փաշինյանը։ Ես զարմանում եմ, մենք ստեղծման պահից ենք ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի, որովհետև անկախ նրանից, որ նախորդ տարիներին ինչ է արվել կամ ինչ է բաց թողնվել, Փաշինյանը իրեն սպառել է։
եւ նա պետք է հեռանա։ Իսկ պարոն Ասլանյան, դուք ի՞նչ եք կարծում կամ հնարավոր համարում եք, որ կաթողիկոսին վեհարանից հանելու եւ նրան հեռացնելու գործընթացը իրականացնեն ուժով, ինչ որ լծակների կիրառմամբ։ Ես դա չեմ կարող ասել, որովհետեւ իմ կարծիքով չեն գնա այդպիսի կոպիտ բիրտուժի օգտագործմանը, կարծում եմ կփորձեն այլ ճանապարհներ, Լծակ չկա, ձեզ ինչ մեթոդ։ այդ հենց հարցն էլ դա է, որ այս մարդիկ պատճառը հետևանքային կապը չեն հասկանում, որպեսզի մի բան լինի, պետք է նախ եւ առաջ հիմքը լինի, որպեսզի կարողանաս անել, ինչի մասին է խոսքը, չգիտեմ, բոլոր կողմերից մեր ժողովուրդը այսօր մեծ մասը գլուխը կորցրած չգիտի ինչ է լինելու։ Դուք ձեզ մեղավոր համարում եք, որ ժամանակին աջակցել եք Փաշինյանին, հաշվի առնելով այն բոլոր քայլերը, որ նա այսօր եւ ավելի վաղ իրականացնում։ Եկեք այդպիսի պրովոկացիոն հարց չտալ։ Ես եղել եմ այդ խմբում։ Ինձ խնդրել են, որ դեռևս 16 թվականին միանամ եւ այդ միացումը եղավ այն բանից հետո, երբ որ տեսա ես այն իրական իրավիճակը 16 թվականին ես Մարտունիում էի իմ ընկերների հետ միասին Մարտունի 2-ում էի։ Երբ որ վերադարձա, ես հասկացա, որ երկիրը իսկապես փոփոխության պետք է գնա, բայց այստեղ ուրիշ է, որ մեր ժողովուրդը մի ծայրահեղությունից ընկավ մյուս ծայրահեղություն։ Ո՞րն էր այդ ծայրահեղությունը։ Նա էր, որ ես մի առիթով ասել եմ, նորից կարող եմ դա կրկնել, ոչինչ, թող դա տարի։ Ես կուզենայի, որ այն տիկինը, որը ինձ հետ մեգամոլի արչև ընտրությունների ժամանակ խոսում էր, ինձ այսպիսին բան ասաց, թե դուք մեծ մարդ եք արդեն, գնացեք հանգստացեք, այս երիտասարդները թող գան, որ մաքուր կենսագրությունով են եւ այլն, ես ասացի այո տիկին, ես ձեզ հետ համաձայն եմ, բայց արդյոք այդ երիտասարդները այսօրվա դրությամբ փողի, իշխանության, վախի փորձություններն անցել են մաքուր մնացել են, թե դեռ չեն անցել ու դուք չգիտեք, թե ինչ կստացվի։ Բանից պարզվեց, որ այդ երիտասարդները, այո, չեն անցել ոչ փողի փորձությունը, ոչ իշխանության եւ ոչ էլ վախի։ Դրա համար էլ ունենք այսօր այն, ինչ որ ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ։